Ինչ է անհրաժեշտ Հայաստանին։ Ինչ։ Ժպիտ։ Արժանապատիվ կենսաթոշակ։ Անվտանգություն։ Մեզ անհրաժեշտ է առողջ սնունդ։ Շատ լավ ֆուտբոլ ու լավ կինո։ Կենսունակ տնտեսություն։ Միջազգային գործընկերներ։ Որակյալ կրթություն։ Բարեկիրթ քաղաքացիներ։ Շատ երեխաներ ու բարություն։ 1790 թվականին մեր թվարկությունից առաջ ուժի մեջ մտավ Համուրաբիի կոդեքսը, միջազգային իրավունքի առաջին օրենսգիրքը։ Համուրաբին Բաբելոնի արքան էր եւ թագավորեց 42 տարի։ Եվ այնպես չէ, որ դրան հաջորդող 3000 տարվա ընթացքում բազմաթիվ օրենսգրքեր չընդունվեցին, չեն ընդունվելու դեռևս եւ փոփոխությունների չեն ենթարկվում։ Բայց պետք է հասկանալ, թե ինչ է փոխվում հանցավորության մակարդակում այդ ամենի արդյունքում, կամ գուցե դա դառնում է հետևանք։ Պարզենք այսօր մեր փորձագետների հետ միասին իրավաբան Գոհար Մելոյանն է մեր հյուրը եւ Հայաստանի ներքին գործերի նախարարի տեղակալ պարոն Արմեն Մկրտչյանը։ Ազգային ժողովի պատգամավոր Էլինար Վարդանյանը եւ Նելի Դուրյանը, ոստիկանության գնդապետ եւ փորձագետ։ Այսօր մեր քննարկման հիմնական թեման եւ պահանջն այն է, թե ինչ իրավիճակում է հանցավորության մակարդակը Հայաստանում եւ դա կարծում եմ պետք է ի պաշտոնե ներկայացնեք դուք, որի շուրջ մենք կծավալվենք նաեւ մեր քննարկումը։ Ինչ ունենք այսօր, որտեղ հանրային խոսույթում ձեր ընդդիմախոսները, քննադատները եւ բազմաթիվ մարդիկ ասում են, որ միայն մի բառ աճում է։ Աճում է։ Այդպես է։ Հարցի համար առասարակ շնորհակալություն այս ֆորմատով քննարկում կազմակերպելու համար, քանի որ ներքին գործերի նախարարությունը ոլորտի գլխավոր պատասխանատու պետական մարմիններից է եւ մեզ համար շատ կարեւոր են հատկապես փորձագետների հետ ունենալ այսպիսի քննարկումներ։ Ներկա դրությամբ 8 ամիսների դրությամբ մենք, եթե չեմ սխալվում, մի փոքր աճ ունենք հանցագործությունների, շուրջ 27000 հանցագործություն ունենք գրանցված։ Բայց վերջի տարիների կտրվածքով այսպիսի աճը էական չի կարող դիտարկվել եւ մենք հատկապես տարվա ընթացքում տարբեր ժամանակահատվածներ ամփոփելուց ունենում ենք մի փոքր աճ կամ մի փոքր նվազում։ Շատ էական է, որպեսզի մենք վերլուծենք ընդհանուր հանցավորության կառուցվածքը եւ հասկանանք, թե որ հանցագործություններն են աճում։ Այս առումով նշեմ, որ առանց աճի կամ նվազման հարցին անդրադառնալու վերջին 5 կամ 10 տարիներին առհասարակ Հայաստանի Հանրապետությունում գրանցված ընդհանուր հանցագործությունների շուրջ 82%-ը դրանք ոչ մեծ եւ միջին ծանրության հանցագործություններն են։ Հետևաբար առավել վտանգավոր հանցագործությունները, ծանր կամ առանձնապես ծանր, դրանք կազմում են ավելի փոքր թիվ։ Ավելին ասեմ, որ օրինակ առանձնապես ծանր հանցագործությունները ընդհանուր հանցագործությունների 0.1 կամ 2%-ն են կազմում։ Դա նկատի ունեք սպանություններ։ Սպանությունները օրինակ 8 ամսվա դրությամբ 0.2%-ն են կազմում, իսկ անցած տարի օրինակ 0.1%-ն են կազմել։ Այսինքն սրանք բավականին փոքր թիվ են եւ տարեկան, եթե հանկարծամահությունները հանենք, մենք ունենում ենք 40, 50 կամ 60 սպանության դեպքեր։ Մի փոքր հենց սպանության դեպքերը, եթե վերլուծենք, կարծես թե որպես ամենահնչեղ եւ վտանգավոր հանցագործության տեսակ, այս առումով նշեմ, որ սպանությունների 80%-ը իրենց հերթին կատարվում են կենցաղային հողի վրա։ Այսինքն շատ խորքային կրիմինալ դրդապատճառներ այստեղ մանգալ պետք չի, քանի որ եւ սա խոսում է իհարկե սպանությունը, բայց սա խոսում է նաեւ այդ դեպքերի ոչ այնքան շատ վտանգավորության մասին։ Ինչ նկատի ունեմ կրիմինալ սպանությունները, սրանք առավել վտանգավոր եղանակով կատարված սպանություններն են, բնականաբար որտեղ հրազեն է օգտագործվում
առավել եւս ծանր հրազենների դեպքում, երբ որ օրինակ կարող են նաև հանցագործության զոհ կամ տուժող դառնալ երրորդ անձինք։ Այս իմաստով մեր վերլուծությունները փաստում են, որ սպանության դեպքերի 80%-ը կենցաղային են եւ ունեն տարբեր դրդապատճառներ։ Կուզենայի օրինակ առանձնացնել, որ հասարակության մեջ շատ հանդիպում է, բոլորս տեսնում ենք, սա ցածր հանդուրժողականության հարցն է, այսինքն ոչ տոլերանտ գտնվելը։ Մենք մեր տղան տատուն ինչ-որ Չէ, շան այս վերջերս գրանցվեց սպանության դեպք, երբ շանը շաբաթում, այո, շանը վիրավորելու հետևանքով, հա, ծագել էր վեճ եւ վեճի արդյունքում մենք ունեցանք սպանության դեպք։ Ուզում եմ ասեմ, այս հարցերը իհարկե պետք է հասցեագրվեն եւ բոլոր հանցագործությունների եւ մասնավորապես եւ հատկապես առանձնապես ծանր վտանգավոր հանցագործությունների պատճառները պետք է վերհանվեն, ինչով ներքին գործերի նախարարությունը զբաղվում է ինչպես կարճաժամկետ կամ միջնաժամկետ կտրվածքով հարցերին անդրադարձ կատարելու, այնպես էլ երկարաժամկետ ռազմավարական մոտեցումներ ունենալու։ Մինչ այդ մենք անդրադառնանք նաև եւ հանդուրժողականության եւ ձեր նշած տվյալների մասին եւ առհասարակ տիրող իրավիճակի մասին, ազգային ժողովուրդ պատգամավոր Էլինա Վարդանյանի տեսակետը լսենք, ինչ ունենք մենք այստեղ, ինչ համաձայնություն եւ անհամաձայնություն եք հանդուրժողականություն ներառյալ։ Իհարկե հանդուրժողականության մասին հարկ է խոսել, որովհետեւ մեր հանրությունը դարձել է իսկապես շատ անհանդուրժող, բայց մենք նաեւ պետք է փորձենք հասկանալ, թե որտեղ են այդ անհանդուրժողականության արմատները։ Մինչ դրան անդրադառնալը, անկեղծ ասած, ինձ այսպես զարմացրեց այն հանգստությունը, որով դուք խոսում եք հանցագործությունների մասին, հատկապես օրինակ խոսելով սպանությունների մասին, ասելով, որ այս տարի 0.2-ն էր, բայց միևնույն ժամանակ համատում եք նախորդ տարվա հետ 0.1-ի համեմատ, դա նշանակում է, որ աճ կա եւ դա նշանակում է, որ իսկապես այստեղ մտահոգվելու խնդիր կա։ Այս տարին չի ավարտվել, դեռ հնարավոր է տարվա ավարտին էլի կրկին նույն թիվ ունենամ։ Ես ընդհանրապես տեսնենք, դա աստված որ նույն թիվը լինի, որովհետև իրականում մենք ստացվում է, որ արթնանում ենք այսպես կրիմինալ քրոնիկոնով, բացում ենք լուրերը եւ տեսնում ենք, որ անչափահասը դանկահարել է անչափահասին, տեսնում ենք, որ գիշերը կրակոցներ են եղել եւ այլն, իհարկե փառք Աստծո շատ հաճախ դրանք այսպես ճակատագրական հետևանքներ չեն ունենում, այո, եւ այսպես սպանությունով չեն ավարտվում, բայց այն, որ ընդհանուր մթնոլորտը այնպեսին է, որ յուրաքանչյուր առավոտ մենք տեսնում ենք նախորդ գիշեր կամ նախորդ օրվա ընթացքում կատարված հանցագործությունների վերաբերյալ այսպես քրոնիկոնն ենք թերթում, դա արդեն մտահոգիչ է։ Անհանդուրժողականությունը ես ինքս ինձ համար փորձել եմ վերլուծել, թե ինչու մեր հասարակությունը հատկապես վերջին մի քանի տարիների ընթացքում դարձավ այսքան անհանդուրժող։ Այնպես չի իհարկե, որ նախկինում այդ խնդիրը չենք ունեցել եւ այլն, բայց վերջին մի քանի տարվա ընթացքում դա ակնհայտորեն խորացել է։ Եվ ես հասկանում եմ, որ դա հենց այդպես էլ պետք է լիներ, որովհետև երբ երկրի առաջին օղակներում գտնվող մարդիկ իրենց խոսույթում անհանդուրժողական են, երբ որ երկրի վարչապետը բոլորին խոստանում է այսպես փռել ասֆալտներին, մեր ձևով ձեր հարցերը լուծել, այ դուք ձեր հալը կտեսնեք եւ այլն, դա չի կարող չարտացոլվել հասարակության վրա։ Հասարակությունը վերցնում է դա։ Կամ մեկ ուրիշ բան, եթե իրավապահ համակարգը չկարծեք, թե ես այստեղ այսպես հանցավորության ամբողջ մեղք ուզում եմ բարթել իրավապահ համակարգի վրա, բայց երբ որ իրավապահ համակարգը լծված է այդ նույն վարչապետի անվտանգությունը ապահովելու սուրբ գործին, այս դեպքում էլ հասկանալի է, որ ինչ որտեղ խնդիրներ պետք է լինեն։ Երբ որ վարչապետը գնում է Սյունիք եւ պարեկների մեծամասնությունը լծվում են վարչապետի ճանապարհը, այսպես ռեսուրսների ճիշտ ոչ ճիշտ բաշխում, այսինքն վտանգ է, հա, թե ռեսուրսն է երկու կարևոր բան կա, ուրեմն իրենք հասկանում են, որ իսկապես մեր այնքան վտանգավոր է, որ հնարավոր չի լինելու ինչ-որ կանխել, մթնոլորտը այնքան վտանգավոր է, եւ մյուս կողմից էլ այնքան կարևոր է, որ մնացած մի կողմ կարևոր է, ես ինքս տեսել եմ, երբ Սյունիք էր մեկնում եւ Սյունիք էր գալիս, ամեն 100 մետրին կանգնած էր մեկ ոստիկանական մեքենա, ու ես ինքս այդ պահին մտածում էի, իսկ հիմա մյուս այսպես քաղաքներում, Հայաստանի մյուս քաղաքներում եւ մնացած վայրերում ինչ է կատարվում։ Հասկանում եք, սա աբսուրդ է եւ այս պարագայում մենք պետք է այսպես ճիշտ գտնենք պատճառները եւ պատճառներից մեկը բնականաբար դա է։ Տիկին Մելոյան, ինչ եք առաջարկում դուք այս հարցում։ Ինչ առաջարկին գալը ես եւս կփորձեմ մի փոքր տեսական ու վերլուծական ակնարկ կատարել։
երկրորդելով Տիկին Վարդանյանին, այո, պետք է ընդունենք, որ նախ դուք հենց կոնկրետ գերատեսչության ներկայացուցիչ լինելով, այնուամենայնիվ ողջ քաղաքական ուժի քաղաքականություն կրող նաև ներկայացուցիչ եք ու ողջ իրավապահ մարմինների գործունեության ցուցիչները այդքան էլ հուսադրող չեն, որովհետև ելքային եթե վերցնում ենք 18 թվից սկսած, երբ այս քաղաքական ուժն է իշխանության, 10-ից մինչև 100-ապատիկ ըստ հանցագործության տեսակների աճ ունենք։ Դա նորմալ չէ եւ այդ աճը 7 տարին էլ բավականին երկար ժամկետ է, արդեն պետք է կանխարգելիչ որոշակի միջոցառումներ նախատեսված լիներ եւ ես ելքային որպես օրինակ վերցնում եմ նախորդ ոստիկանապետի զեկույցը ազգային ժողովում, երբ լսումներ էին իրականացնում ցուցիչների վերաբերյալ, բավականին տոկոսային հարաբերակցությամբ բարձր էր ըստ կրկին ընդգծում եմ բնակավարների հանցավորության աճը, բայց նաև զուգահեռ մենք տեսել ենք բնակավար, որտեղ իրավապահ մարմինները հենց ոստիկանության տեսքով գերազանց կատարել են իրենց պարտականությունը։ Այդ բնակավարը քաղաքական իրավունքների զսպումն է եւ վերահսկումը։ Օրինակ, երբ քաղաքացիները փորձում են ինչ-որ կերպ, օրինակ ամենատարրական օրինակը, հա, փողոց փակելու միջոցով ակցիա իրականացնել, իսկ փողոց փակելը դա անգամ մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների համատեքստում դրսևորման ձև է մարդու քաղաքական դիրքորոշման եւ թույլատրելի դրսևորման ձև է։ Ոստիկանությունը անհամաչափ միջամտություն է իրեն թույլ տալիս եւ ես շատ ուրախ եմ, որ այս առիթը ստեղծվել է, որ օրինակ ձեր բարձր մակարդակով ներկայացնեմ այս խնդիրները, որովհետեւ ես մասնագետ եմ, ով մշտապես փորձում է ուղեկցող լինել այդ իրավիճակներում քաղաքացիներին, հենց թեկուզ զսպողի դերում համաչափության ապահովման։ Իսկ գաղտնիք չէ, որ համաչափության սկզբունքը իր 3 տարերով անհրաժեշտության, չափավորության, պիտանելիության ինքը ոստիկանության, ոստիկանական զորքերի գործունեության ակունքն է։ Ու մենք բազմաթիվ օրինակների ենք ականատես եղել, երբ ոստիկանության ծառայակիցը քաղաքացուն մոտենալով առանց ընթացակարգերը պահպանելու անմիջապես ֆիզիկական ներգործություն է ունենում։ Սա ամենաանթույլատրելի եւ ծայրահեղ միջոցն է, կարծում եմ դուք եք կարծիքս կկիսեք, որ օրինակ ենք ունեցել ընդհուպ մինչև անչափահաս երեխային խեղդել, տարեց մարդու ձեռքի կոտրված եւ այլն բազմականակ են ու սրանք իմ կարծիքը չեն, հա, իմ խոսքերը պնդող բազմաթիվ տեսանյութեր կան։ Ու ես մեկ օրինակով բերեցի, էլ չասած 3 անգամ ընդդիմադիր քաղաքացիների ու ակցիա կատարող անձանց նկատմամբ, խաղաղ ակցիա կատարող անձանց նկատմամբ նռնակների կիրառման միջադեպերը, որտեղ ես 3 անգամն էլ եւս ֆիզիկապես ներկա եմ գտնվել, կրկին համաչափության սկզբունքի տարերի խախտման, առանց նախազգուշացման, առանց ներքին կանոնակարգերի պահպանման հեռավորություն եւ այլն։ Ինչու եմ այսքան նախերգանք ասացի, որովհետեւ այո, երբ կա քաղաքական նպատակահարմարություն, երբ կա առաջնային օրակարգ, ներքին գործերը գոնե առնվազն ձեր մասով ոստիկանությունը կարողանում է պատշաճ իր պարտականություններն իրացնել։ Այստեղ խնդիրը գալիս է այս դաշտ, որ չունենք օրակարգային առաջնահերթություն։ Իսկ եթե մենք ամենաանաչառ դիտորդին էլ հարց տանք մեր քաղաքացիներից, յուրաքանչյուրը կկիսի այն տեսակետը, որ այո, իրավապահ մարմինները ծառայեցված են օրվա իշխանության սպասարկմանը։ Ու ամենավառ օրինակը, ինչպես նշեց Տիկին Վարդանյանը, Շարասյունը։ Վարչապետի Շարասյան տեղաշարժը դարձել է քաղաքացու առօրյայի խոչընդոտ։ Էլ չասենք դրա էպոպեան, դա ուղղակի ձեզ նշում եմ, որովհետև դուք եք այդ մարմնի պատասխանատուն, ձեր ստորաբաժանումներն են սպասարկում, որի էպոպեան էր հղի կնոջը վրա երթի միջադեպը կրկին կանոնների խախտմամբ եւ ինչա է տեղի ունենում, քաղաքացիները ստիպված են լինում, երբ տեղաշարժում է քաղաքական իշխանության ղեկավարը, իրենց առօրյան կատվածահարանել, ստիպված են լինում ամբողջ օրը ծախսել, նյարդայնանալ, ել չասեմ կրկին մի քանի միջադեպերը, երբ բարեկային ծառայության աշխատակիցները, օրինակ ազդանշանող իրենց դժգոհությունը արտահայտող քաղաքացիների նկատմամբ կրկին անհամաչափ ֆիզիկական միջամտություն։ Մինչ ձեր բոլոր հարցերին Շարանին ամփոփելով, հա, ես կուզեի ամփոփելով գայ այն մտքին, որ այս պայդրությամբ մեր իրավական անվտանգությունը խաթարված է եւ կարծում եմ դրա լուծման առաջարկը առաջին հերթին, որ իրավապահ մարմինները վերադառնան իրենց
սահմանադրական եւ իրավական առաքելությանը եւ օրենքի ավելի քաղաքական նպատակահարմարությունից մի փոքր տարանջատվելով գործառույթների հավատարմություն։ Առաջին առաջարկը հնչեց վերադառնան սահմանադրական առաքելությանը։ Մինչ բոլոր հարցերին դուք պատասխանելու եք։ Դուք թիրախում եք, բայց կանխարգելման մասին խոսք հնչեց, Տիկին Դուրյանին լսենք։ Տիկին Դուրյան, նաև ուզում եմ ձեր առաջաբանի միացնեք նաև ընտանեկան բռնության դեմ պայքարի եւ անչափահասների իրավունքների պաշտպանության ողջ թեման, որի փորձագետն եք եւ լավագույն տարիներն եք ձեզ այստեղ անցկացրել այս հարցում, այստեղ պատկերը նաև ձեզնից պատկերի նկարագիր ենք ակնկալում։ Ընդհանրապես հանցագործությունները գիտենք բոլորս միշտ եղել են, կան եւ ցավոք սրտի լինելու են։ Մնում եմ թե մենք ինչպես ենք աշխատել, ինչպես ենք աշխատելու, մեր կանխարգելիչ բնույթի աշխատանքները, բացահայտումները։ Չեմ կարող չանդրադառնալ այս վերջին աղմկահարույց դեպքին Մերձավանի, որտեղ ուղղակի շատ կարճ ժամանակահատվածում բացահայտվեց այդ դեպքը։ Բացահայտվեց քրեական հետախուզության, գլխավոր վարչության, ոստիկանության կողմից, որպես ինքս օպերատիվ աշխատող կարող եմ ասել, որ շատ կարճ ժամկետ էր եւ բավականին բարդ դեպք էր։ Բայց դա այն դեպքերից էր, որտեղ կարելի էր կանխարգելել։ Գիտեք, կանխարգելելու մասին, լավ կլինի, երբ որ նախաքննությունը ավարտվի, նոր մենք կայացնենք ասեմ որոշում, չգիտեմ, խոսենք դրա մասին, բարձրաձայնենք, ցավոք սրտի, մեր լրատվամիջոցները, մեր քաղաքացիները, բոլորը դնում են առաջի վարքյանից դնում են իրանց վերձիկտը, որ այս ա եղել, վենդենտա էր, միգուցե։ Բայց միայն քաղաքացիները դրանով չեն զբաղվում։ Այո, իրավապահները միանգամից ասում են բացահայտեցինք։ Միգուցե վենդետա է։ Իրանք բացահայտեցին։ Մի փուլի բացահայտումից հետո գալիս է վերնագիր, սպանությունը բացահայտված է։ Սպանությունը բացահայտված է, բայց նախաքննություն փոխվում է եւ մենք պատճառներն ու ներողություններ ենթադրեմ, երբ որ դուք ասում եք սպասեն նախաքննությունը ավարտվի եւ այլն։ Մենք ունենք բազմաթիվ դեպքեր, երբ երկրի վարչապետը, օրինակ Ազատի ցավալի դեպքից հետո եւ այլն, վարկածը վարչապետը կառավարության նիստի ժամանակ ինքը վարկածը այսպես առաջ քաշեց եւ հետո իր համակարգը սկսեց այդ վարկածով աշխատել։ Ուզում ասեմ, այնպես չի, որ միայն լրատվամիջոցներն են։ Կներեք, դրականն էլ ասենք, ինչու՞ չէ, մարդիկ բացահայտեցին, չէ, խոսում են վենդետա, միգուցե սպասենք, թող նախաքննությունը ավարտվի, կպարզվի, դա վենդետա է, թե տարբեր պատճառներ կան։ Շատ են պատճառները։ Այսինքն մենք մի քիչ մեր ժողովուրդը սիրում է բոլորը իր ամեն մեկի իր կարծիքը գրել եւ այլն եւ այլն։ Կարծում եմ պետք է բոլորը սպասենք նախաքննության փուլին։ Ուզում եմ անպայման անհանդուրժողականության մասին մի փոքր ասել։ Աշխատել եմ շատ երկար տարիներ անչափահասների շրջանում, չեմ նաեւ միշտ չեն թողնի ես ստեմ, թե դպրոցի տնօրենները, թե այն աշակերտները, որոնք լսել են մեր զրույցները, մեր զեկուցումները, մեր երեխաների հետ զրույցը, անհանդուրժողականության մասին խոսել ենք շատ երկար ու ձիգ տարիներ, միշտ, որտեղ եղել է դա, իսկապես եղել է, ցավոք սրտի, մենք խոսում ենք, որ նույնիսկ մեր երեխաներն են անհանդուրժող մեկը մյուսի նկատմամբ եւ չափահասները, սա համալիր աշխատանք է, անչափահասի հետ, ընտանիքի հետ, սա համալիր աշխատանք է։ Սա մի հատ շրջանակ է, որի մեջ ներգրաված են բոլոր գերատեսչությունները, աշխատանքի սոցիալական հարցերի նախարարություն, մշակույթ, մյուս, կրթությունը, մյուսը բոլորը իրենց դերակատարություն ունեն, դպրոցները։ Ունենք բազմաթիվ հասարակական կազմակերպություններ, որոնց մի մասը իսկապես բավականին մեծ աշխատանք է տանում։ Այստեղ մի փոքրիկ մեջ բերում, թեկուզ տարիներ առաջ, նու դա 96, 97, 98, 2000-ական թվականներն են մուրացկանությամբ զբաղվող անչափահասների թիվը բավականին մեծ էր փողոցներում։ Այս աշխատանքը իրականացվեց, մենք դրական արդյունքի հասանք հասարակական որոշ կազմակերպությունների հետ համատեղ, այսինքն իրենց դերակատարություն ունեն։ Այս շրջանակի մեջ մտնում է նաև հասարակությունը։ Մենք բոլորս տեսնում ենք անչափահաս դժվար իրավիճակում, չէ՞ որ մենք պարտավոր ենք արձագանքել, այդ անտարբեր չանցնել, որի մասին էլի տարիներ շարունակ միշտ խոսել ենք, որ շատ դեպքերում անտարբեր ենք անցնում եւ ամենակարևոր դա ընտանիքը, որտեղից դուրս է գալիս երեխան դուրս է գալիս, խոսել ենք դրա մասին միշտ, հիմա էլ շարունակվում է նույն ավելի վատ, ցավոք սրտի, որովհետեւ բոլորի ձեռքը կա հեռախոս եւ երեխաները այս նույն Telegram-ի մասին ենք խոսում, որով թմրամիջոցների շրջանառություն մյուս երեխաների ձեռքն է։
ում սուրբ պարտականությունն է սրան հետևել։ Իհարկե ծնողին։ Թե իր երեխան ինչով է զբաղվում, հեռախոսի մեջ ինչով է։ Դուրս է գալիս տանից, հետը կրում է, վերցնում է դանակ, այսինքն ստեղ արդեն դարձավ հետը գրպանն է դանում, պայուսակումը սառը զենք է հետը կրում, տանում է մտցնում է դպրոց կամ չգիտեմ բակում, մարմնական վնասվածք։ Պարոն Մկրտչյանը չի թույլ տա ես ուտ ասել, որովհետև բոլոր տարիներում եղել է եւ կարծում եմ պարոն Մկրտչյանը այսօրվա իհարկե վիճակագրությանն է շատ ավելի լավ է տիրապետում, քան ես բնականաբար եղել են գողությունները, մարմնական վնասվածքի դեպքեր անչափահասների շրջանում բոլոր ժամանակներում։ Այսինքն ընտանիքի ծնողի դերակատարությունը շատ մեծ է։ Մենք պահանջում ենք, գիտեք, միգուցե այստեղ խոսում է նաև իմ մեջ ոստիկանը, ինչու՞ չէ, որովհետև միշտ հարցը դրել են, ինչու՞ չեք հայտնաբերել, ինչու՞ չեք արել, ինչու՞ չեք արել։ Ոստիկանը հայտնաբերեց, բայց ի վերջո այստեղ ոստիկանը միայն չի կարող կանխարգելել, չի կարող հետագա ռեաբիլիտացիան իրականացնել վերականգնողական աշխատանքները, որտեղ այս անչափահաս այդ աշխատանքա պետք տանել, որպեսզի նա կրկնահանցագործություն չանի։ Բայց ցավոք սրտի, եթե երեխան այ մնաց անպատիժ, ինքը իմացա, որ ինքը չի պատժվելու այս արարքի համար, այս հաշվառման թեկուզ դա մի փոքրիկ պատժի միջոց է, որտեղ երեխան գիտի, որ ինքը հաշվառման մեջ է, իր հետ հանդիպելու է ոստիկանը, նա նորից հանցագործություն է անելու, այսինքն ոստիկանը պետք է հայտնաբերի այս դեպքերը։ Եվ գիտեք, ես տեղ մի հատ մեջբերում անեմ, այս վերջերս ես լրատվա միջոցներից տեղեկացա, որ քաղաքապետարանի կողմից առաջարկ է ներկայացվել հեռախոսները եւ սմարթֆոնները։ Հավաքել դասի ժամանակ։ Գիտեք, ես անչափ ուրախ եմ, որտեղ տարիներ շարունակ ես ինքս եմ ցանկություն եմ ունեցել, որպեսզի երեխան դպրոց չտանի հեռախոս, ասեմ ինչու։ Որովհետև դեպքերի մի մասը լինում էր հենց դպրոցներում, երեխաները մեկը մյուսից հեռախոս է գողանում։ Դասերի ժամանակ իրար նամակագրվում են, որի արդյունքում շատ հաճախ լինում էր ծեծկռտուքներ, մարմնական վնասվածք հասցնելու դեպքեր։ Դել չեմ ասում նրա մասին, որ իհարկե բացի դասից ամեն ինչով զբաղվում են այդ հեռախոսի մեջ, այսինքն չեն սովորում։ Կարծում եմ սա բավականին դրական քայլ կլինի։ Հիմա ընդհանուր առմամբ այնպես է ստացվում, որ պարոն Մկրտչյանը պետք է հակադարձի այն բոլոր առաջ դրված մտքերին, բայց ես ուզում եմ նաև հիշել հայկական հին մի ասացվածք, որը կարծեմ մինչև հիմա էլ շատ արդեական է, ասում է, քեզ մի բան ասացին, քարը վեկել խփի գլխին։ Այո, այդպես են սովորացնում բակերում, համենայն դեպս այդպիսի բան կար։ Բակերում, բայց խոսույթը կա, չէ՞։ Կներեք, ես օրինակ բերեմ, այ երեխաներից աշխատելուց եղել է։ Բերել ենք անչափահասին, որը մեկը մյուսին խփել էր, հայրը մտնում է ներս, ասում է վատ ես խփել, պետք է տայր գլուխը կոտրեիր, նույն ջարդեիր։ Եվ դա եզակի դեպք չի եղել։ Ձեր եթե դեմ չեք, էլի, քանի որ մենք խոսեցինք ծնողների մասին եւ կարծես թե սկսեցինք մեղադրել ծնողներին, որ այնքան էլ հետեւողական չեն երեխաների նկատմամբ, ես պետք է նաեւ որպես ծնող ասեմ, որ այսօր բոլոր ծնողները իրականում այսպես ձեռքները պուլսին դրած, զարկերակին դրած, սպասում են, թե օրինակ իր երեխան դուրս եկավ տանից եւ ինչպես է վերադառնալու տուն, հաշվի առնելով հատկապես դուք էլ նշեցիք թմրամիջոցների տարածվածությունը այս պարագայում իհարկե ծնողների անելիք ունեն եւ այլն, բայց այստեղ շատ կարեւոր է նաեւ հենց այդ թմրամիջոցների տարածելու կանխարգելիչ գործողությունները, այսինքն սա հատկապես այն դեպքն է, որ մենք կարող ենք ասել, որ երևի թե առանձին դեպքերում նույնիսկ ծնողներից էլ շատ բան կախված չէ, որովհետեւ ես նույնիսկ գիտեմ ծնողների, ովքեր ասում են գնանք դպրոցների մոտ հերթապահություն իրականացնենք, որովհետեւ ինֆորմացիա էր տարածվում, որ իրենց դպրոցի շրջակայքում այդ թմրամիջոցների տեղադրման թաքստոցներ կան։ Դե Մղջան գյուղում գրանցվեց նման ահասարսուց։ Ես ուզում եմ ասել, որ այս պարագայում ու միգուցե նաև առաջարկով արդեն հանդես գամ, երբ խոսքը գնում է հատկապես անչափահասների եւ այս թմրանյութերի շրջանառության մեջ նրանց ներգրավվածության, ինչու եմ ասում շրջանառության, որովհետեւ նրանք շատ դեպքերում հենց իրենք են հանդիսանում այդ թմրամիջոցները տարածողները, դրա մասին բազմիցս խոսվել է եւ այդ տելեգրամ ալիքներով են իրենք ստանում, տարածում եւ այլն եւ ինչու՞ չէ նաեւ անչափահասներ, որ դրանք ձեռք են բերում։ Եվ ես կարծում եմ, որ մենք իսկապես մթնոլորտը փոխելու խնդիր ունենք։ Մենք պետք է կարողանանք
մեր ծնողներին դառնալ գործընկեր։ Եվ երբ որ ես ասում եմ մենք, ես նկատի ունեմ հանրային հեղինակություն ունեցող անձինք, ովքեր նաև այդ երեխաների մոտ ունեն հեղինակություն։ Այսինքն ես կարծում եմ, որ կարելի է սկսել մի այսպես արշավ, հանրային արշավ, որի ընթացքում կլինեն դրանք հեղինակավոր սպորտսմեններ, ում սիրում եւ հարգում են երեխաները, կլինեն դրանք աստղեր, ովքեր էլի իրենց որոշակի ազդեցություն ունեն, բլոգերներ, ինչու՞ չէ, որոնց այդ երեխաները հետևում են եւ այլն, ովքեր օրինակ թմրանյութերի դեմ որոշակի ակցիա կիրականացնեն, հանդուրժողականության վերաբերյալ ակցիաներ կիրականացնեն, այդպես քարը վերցրու տուր գլխին բացառելու ակցիաներ կիրականացնեն եւ այլն, այս դեպքում կստացվի, որ մարդիկ ծնողներին արդեն գործընկեր են։ Մենք պետք է օգնենք ծնողներին։ Եվ ոչ թե մեղադրենք, ասենք դե այդ առաջին պատասխանատուն ծնողներ չկարողացավ երեխային տես չկանգնեց, չգիտեմ, չստացվեց եւ Եվ դրա հետ միասին ամեն դպրոցի բակում եւ միջանցքներում պետք չի ոստիկանները ման չէ, դա ինչ որ մի վախի մթնոլորտը չի ձևավորվում, թե եթե կարելի է ուղղակի ես եթե տենց տպավորություն ստեղծվեց, բացարձակապես ես չեմ մեղադրում ծնողներին, իսեր Աստծուն, ստեղ մեղադրել չի, ստեղ զգոնության եւ ուշադրության մասին է խոսվում, որը տարիներ շարունակ միշտ խոսացվել է, որովհետեւ ինչ գործ ունի անչափահասը կես գիշերին փողոցում, ինչ գործ ունի երեխան փողոցում դասերի ժամին, տեղ դպրոց եւ ընտանիք, չէ՞։ Երեխաս դպրոցից տնից գնում է դպրոց, դպրոցը պարտավոր է այդ ժամանակահատվածը ինքն է, չէ՞ պատասխանատու երեխայի համար։ Հետո արդեն տուն։ Այսինքն ես պետք է իմանամ իմ երեխան ինչով է զբաղվում։ Եթե տան մեջ երեխան նամակագրվում է ու դուրս է գալիս, դանակը գրպանը դնելով, ես ում մասին խոսեմ։ Բնականաբար ծնողին պետք է ուշադրություն հրավիրեմ։ Պետք է ծնողավարության ընդհանրապես հմտություններ ունենան։ Պետք է ուշադիր լինեն դեռահասության տարիքում, միշտ խոսել ենք։ Այսօր այդ տարիքը մի փոքր ավելի իջել է նույնիսկ, չէ՞։ Մենք պետք է տարիքում երեխայի նկատմամբ ամեն օր ուշադիր լինենք, միշտ խոսել ենք, որ երեխայի ընկերը պետք է լինի ծնողը, որ երեխան իր դժվարությունների մասին խոսի ծնողի հետ։ Այստեղ կա պետք է լինի վստահություն ոստիկանության նկատմամբ։ Անհրաժեշտ է ոստիկանի միջամտությունը, օգնությունը։ Պետք է կարողանա դիմի եւ ոստիկանը իրան պետք է կարողանա ճիշտ խորհուրդ տա։ Ընկեր լինի, հանդիսանա, եթե տեսնի իր դպրոցի բակում, դպրոցի միջանցքում, եթե տեսնի ոստիկան, դա միշտ այդ աշխատանքները իդեպ տարվել են եւ պետք է ավելի զարգացնել, որ երեխան իմանա, որ նա իրեն ավակ ընկեր է ճիշտ խորհրդատում։ Ինքը կարա մոտենա, ինքը ընկալի որպես ավակ ընկեր։ Այո, եւ ոչ թե որպես այդա ձևավորի։ Իհարկե ունեն։ Որովհետեւ գիտեք, երբ որ լուրերով կարդում ես, որ թմրամիջոցներ սահմանով անցկացնելու գործում ներգրաված էին բարեկներ, այդ դեպքում մտածում ես, իսկ ոնց պետք է վստահես այդ ոստիկանին։ Այսինքն այստեղ բազմա, այսպես պրոբան է, այո, բազմաշերտ խնդիրներ են, եւ այդ բոլոր շերտերով պարոն Մկրտչյանին, որը նշում է եւ նաեւ անդրադարձեք խնդրեմ այն հարցին, թե արդյոք ձեզ չի խանգարում ռեսուրսների բաշխումը եւ դա չի նպաստում հանցավորության գուցե չբացահայտմանը կամ կանխարգելման ինչ-որ մասով։ Նախ շնորհակալ եմ բոլոր առաջ քաշված մտքերի եւ կարծիքների համար, որովհետեւ շատ հակիրճ արձագանքել եւ նաեւ մեր իմ նախարարության, հա, անելիքները ասեմ եւ իմ կարծիքը ներկայացնեմ մի քանի հարցի շուրջ։ Տոլերանտության ավելացմանը կամ պակասացմանը վերջի տարիների կտրվածքով, գիտեք, ես այդպես չեմ դիտարկում եւ ես նշեցի, որ վերջին տարիներին կարծես թե մենք այդ առումով ստատիստիկայի մեջ շեղումներ չունենք։ Այո, ոչ տոլերանտ վարքագիծը վերջին կարծես թե 10 եւ ավել տարիների խնդիր է, որը ընկած է բռնությամբ գործադրվող հանցագործությունների մեծամասնության մեջ։ Կներեք, եթե ես հանգիստ եմ խոսում, ես ուղղակի 22 տարի ծառայել եմ ոստիկանությունում, հիմա ներքին գործերի նախարարությունում եւ սա ինչ որ չափով իմ մասնագիտությունն է, բոլոր դեպքերի համար առանձին ցավում եմ, երբ որ մենք ունենում ենք հատկապես մարդկային կյանքերի կամ առողջության հետ կապված դեպքեր, բայց ես հարցին փորձում եմ պրոֆեսիոնալ պատասխանել եւ կարծես թե հանգստությունս դրանով է պայմանավորված։ Գիտեք, չեմ համաձայնվի, որ իրավապահ համակարգի մեծամասնությունը լծված է հասարակական կարգի կամ պետության կողմից պաշտպանվող անձանց ուղեկցումների աջակցելու գործընթացին։
Սա եւս գործառույթ է, որը վերապահված է ոստիկանության եւ ոստիկանությունը բնականաբար պետք է կատարի իր պարտականությունները։ Եվ այս իմաստով ես անդրադարձ կանեմ արդեն մեր ռազմավարությունների տեսանկյունից, թե մենք այս ճիշտ բաշխվածությունը ուժերի ոնց ենք տեսնում եւ ոնց ենք տեսնում, որ ծառայությունները ինչ պրոֆեսիոնալ ուղղություններով պետք է զարգանան։ Մասնավորապես բարեկների ուղեկցումը ինչպես եք դասավորում, օրինակ եթե մեկ մարզ ուղեկցում եք 30 բարեկային մեքենա, մնում են բավարար քանակով հերթապահության բոլոր կետերում բարեկներ։ Ուղեկցման ֆունկցիա չունեն, իրանք ուղեկցումների աջակցության ֆունկցիա ունեն, մենք ունենք առանձին ուղեկցող ստորաբաժանում եւ ներկայումս նոյեմբերից սկսված մենք նոր հենասյունային ծառայություն կունենանք գվարդիա, որի մեջ արդեն կլինի առասարակ ոչ միայն ուղեկցումները, այլ ընդհանրապես այդ process-ները կանոնակարգող ստորաբաժանում, որը կունենա ուղեկցումներ եւ հնարավոր լրացուցիչ ուժերի տրամադրում, որպեսզի այդ ուղեկցումները իրականացվեն։ Բնականաբար բարեկները չեն կարող անմասն մնան process-ից, որտեղ երբ որ խոսքը գնում է բնակավայրերով հատկապես փողոցներով ուղեկցման մասին, այդ խաչմերուկները պետք է կարգավորվեն, իսկ դա արդեն բարեկային ծառայության գործառույթ է եւ չկա որևիցե աշխարհում երկիր, որտեղ չլինեն պետական արարողակարգով նախատեսված միջոցառումներ կամ պետական պաշտպանությունից օգտվող պաշտոնատար անձիկ եւ այդ ուղեկցումները եւ այդ ծառայությունները ամենուր իրականացվում են։ Չէ, մենք դեմ չենք դրան, ուղղակի երբ մեզ հեծանիվ էին ասում, հիմա այդ հսկայական ավտոշքերթը մի քիչ ավելի շատ է թվում, դրա համար մենք անդրադառնում ենք 2018-ին ոնց են ասել, բայց եթե դուք նկատի ունեք հեծանիվ մենք հիմա էլ ենք տեսնում, եթե դա նկատի ունեք։ Ինչ վերաբերվում է ձեր ասածին, որ ասում եք օրինակ հանցագործություններ որոշ դեպքերում 10-ից 100-ապատիկ աճել են։ Այո, մենք ունենք այդպիսի հանցատեսակներ։ Եվ երբ որ մենք խոսում ենք հանցագործությունների աճի մասին, եկեք շատ հստակ արձանագրենք, որ մենք խոսում ենք գրանցված հանցագործությունների աճի մասին, թե իրականում հանցագործությունները ինչ կանեն, սա շատ խորը քրեաբանական, գիտական վերլուծություն է պետք անել եւ այդ արդյունքներով նույնիսկ մենք վերջնական ճշգրիտ թիվ չենք ունենալ։ Երբ որ մենք խոսում ենք գրանցված հանցագործությունների մասին, այո, մենք պետք է նկատի ունենանք, որ վերջին ժամանակահատվածում այդ հանցագործությունների թվի աճը պայմանավորված է ոստիկանության աշխատանքով։ Այդ թմրա շրջանառության դեպքերի հայտնաբերումը, որտեղ այս դեպքի հայտնաբերումը ինքնին դժվար աշխատանք է։ Ապօրինի զենքի շրջանառության հայտնաբերումը, սա եւս, մենք այս թվերում որ ունեն մենք աճ, իսկ մենք ունենք աճ այս պարագայում, մենք սա դրական ցուցանիշ ենք համարում։ Շատ դեպքերում բարեկային ծառայողները տեխնիկական հագեցվածություն ունեն հիմա եւ ավելի շատ դեպքեր են կարողանում հայտնաբերել այն ճանապարհային երթևեկության կանոնների խախտումը, որոնք առաջացնում են քրեական օրենսգրքով նախատեսված վիճակներ, մենք դրանք արագ ենք հայտնաբերում, մենք ժամանակին ոքի չենք կարացել դրանք հայտնաբերենք։ Շատ դեպքերում, ասեմ ձեզ, դեպքերը չեն գրանցվել ուղղակի։ Այսինքն եղել են մանր հանցագործության դեպքեր եւ այլն, սրանք շրջանցվել են։ Հիմա մենք այդ արատավոր պրակտիկայից, այսենց հետը եկել ենք եւ բոլոր դեպքերի գրանցման են գնում, որպեսզի ունենանք այս դեպքերը։ Էլ եմ ասում, եթե մենք ունենք այսօր որոշակի դեպքերի աճ, դա չի նշանակում, որ դեպքը չի եղել 18 թվից առաջ կամ 20 թվից առաջ, ուղղակի անտեսվել է։ Ուղղակի չի գրանցվել։ Հիմա մենք այդ կարծիք ունենք։ Այո, կան որոշակի հանցագործության դեպքեր, որոնք իրականում ունեն աճ եւ մենք ստեղ անելիք ունենք։ Եվ մենք ստեղ պետք է աշխատանք տանենք։ Մենք ստեղ ունենք մարտահրավերներ։ Ինչպես նշեց Տիկին Դուրյանը, այո, մեր համար մարտահրավեր է համացանցը, որովհետև համացանցը այլևս տարածք է հանցագործության համար։ Դա սպეციფიկ հանցագործություն, թմրամիջոցների շրջանառություն եւ այլն, եւ մենք պետք է հասցնենք մեր կարողությունները զարգացնել այնպես, որ մենք կարողանանք նաեւ բարեկություն անենք համացանցում։ Տիկին Դուրյանը նշեց օրինակ անչափահասների կողմից դանակներն ու սառը զենքը ինքը ազատ վաճառք չի, բայց դանակը ազատ վաճառք էր։ Ներկայումս վարչական իրավախախտում է սա դիտվում արդեն 16-ից 18 տարեկան անչափահասի կողմից դանակ ունենալը, որտեղ այո մենք էլ ենք արձանագրում, որ անչափահասների մոտ այս բռնության դեպքերը մի քիչ ավելի արագ իրենց մոտ զարգացվածություն, այո համացանցից տեղեկությունների եւ տարբեր տեսահոլովակների, չգիտեմ, դիտումների իրենց մոտ առաջացնում են sense բռնության հակվածության դեպքեր, ես չեմ արձանագրի, որ անչափահասների հանցավորությունը կտրուկ աճ ունի մեր մոտ կամ աճ ունի։ Ընդ որում ասեմ, թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների վերջին 5 տարիների գրանցված հանցագործություններով, որտեղ անչափահաս է եղել կատարող կամ մասնակից, մենք 10 դեպքից ավել չենք ունեցել յուրաքանչյուր տարի։ Մի փոքր այս մթնոլորտը եւս կուզենամ տոտալmente միակե սրանք եւս գրանցված հանցագործություններն են, հնարավոր մենք ունենք դեպքեր, որոնք որ
չենք գրանցել, դուք ոչ համաչափությունից խոսեցիք։ Երևի նկատի ունեիք ուժի գործադրման անհամաչափության, դա եւ ոչ իրավաչափ։ Ոչ միայն ընդհանուր իրավապահ մարմինների այս դեպքում հենց ոստիկանության ծառայակիցների գործողությունների համաչափությունը։ Մի տեսակ դուք նկարագրեցիք մի վիճակ, որ օրինակ երբ որ հանցագործությունների բացահայտմանն է վերաբերվում, ոստիկանությունը այդքան պատշաճ չի, բայց երբ որ փողոց փակել, հա, հավաք սպասարկելու շատ փողոցը բացել է շատ պատշաճ է։ Հիմա եթե պատշաճ է, ոնց է ոչ համաչափ։ Այս իմ համար բանա, բայց այո, ունենք դեպքեր։ Ես չեմ կարող բացառել, որ ոստիկանությունը իդեալական աշխարհ ունենք դեպքեր։ Մենք չունենք դեպք, որը եղել է եւ չի արձանագրվել։ Մենք չունենք դեպք, որը եղել է, չի արձանագրվել ու դրանով քննություն չկա։ Բայց դա չի նշանակում, որ մենք բավարարվում ենք այսքանով։ Մենք բնականաբար գնում ենք ինստիտուցիոնալ զարգացում։ Եվ այդտեղ պետք է դեր առաջարկներն հնչեն, որ անցնենք նաև քաղաքացիական։ Եվ այս իմաստով ասեմ, որ մենք երկու մասի ենք բաժանում մեր ռազմավարությունները եւ բաժանել ենք, մեկը դա ինստիտուցիոնալ կայացումն է ոստիկանության, այսինքն մենք պրոֆեսիոնալ ծառայություններ ենք ձևավորում, համապատասխան օրենսդրություն ենք տալիս մեր ծառայողներին, վերջում ընդունվել է գվարդիայի մասին օրենքին, որտեղ առաջին անգամ հարկադրանքի այդ թվում ուժի գործադրման սկզբունքներն են նշվել, այդ ձեր ասածը։ Որն է դրա նպատակը, դրա նպատակի ավարտը նաև ուժի գործադրման ավարտն է, սրան հաջորդել է բնականաբար կրթական ծրագիր եւ կրթություն։ Այս ամբողջ տարի մեր գվարդիայի հավակնող ոստիկանության ծառայողները անցնում են կրթական process-ում, բավականին մեծածավալ եւ ծանր աշխատանք։ Պարոն Մկրտչյան, դա կրկին լինելու այնպես ինչպես պարեկների պարագայում էր կրթություն պետք չի, բայց եկեք 5 ամսյա դասընթաց անցեք եւ դարձեք 12-ից ավել լիազորություն իրականացնելու իրավապահ։ Թե այս պարագայում ոստիկանության ակադեմիան այնուամենայնիվ ինչ որ կադրային ոստիկանության ակադեմիան արդեն ներքին գործերի նախարարության կրթահամալիրի տեսքով է հանդիսգալի, ոստիկանության ակադեմիան կրթական ստորաբաժանումա կրթահամալիրում, մենք ստեղ ունենք նաև փրկարարական ուսումնական հաստատություն է, սա մի առանձին ռեֆորմա, որը որ առաջիկայում արդեն ինստիտուցիոնալ գործարկումը կսկսի, այսինքն ոստիկանություն առհասարակ մուտք գործելը կլինի կրթահամալիրով, կունենանք, չեմ շտապի ասեմ 5 կամ 6 ամիս, կարող է մինչև 9 ամիս տևողությամբ նախնական կրթական ծրագիր ունենանք, որը ավարտելուց հետո մենք կունենանք պարեկայինում կամ գվարդիայում կրտսեր ոստիկաններ։ Հետագայում ցանկացած առաջընթաց կենթադրի որոշակի կրթական ծրագիր, այսինքն մենք կրթությունը չենք կազմակերպում այնպես, այո, շարունակական, որ մենք գանք ավարտենք 5 տարի ու տենց գնանք մի 20 տարի աշխատելու, ոչ, եթե մենք սպա ենք դառնալու, չէ, գոնե ավարտենք 5 տարի, ոչ թե միջնակարգ կրթությամբ գնալ դառնալ պարեկ եւ ես դրան եմ դեմ, թե չէ կրթության շարունակությանը կարծեմ բոլորս կողմ կունենանք, ես ձեզ ասեմ, որ միջազգային փորձը չի պարտադրում, որպեսզի ոստիկանության ծառայողը ունենա բարձրագույն կրթություն։ Երևի իրենք դրա համար ունեն միջազգային փորձ այդ պարագայում պետք է համեմատել արդյոք մեր դպրոցներն ու իրենց դպրոցները նույն մակարդակի վրա են։ Այդ համեմատությունը ես չեմ արել, բայց բոլոր դեպքերում նշեմ, որ մենք շարունակական կրթության վերջնական մասում ունենք բարձրագույն կրթություն եւ եթե մենք կրեդիտային կրթական համակարգը դիտարկենք, մենք չենք ուզում, որ այդ բարձրագույն կրթությունը, այսպես ասած, մենք մի անգամից իրան տանք։ Եթե դուք 5 տարի հենց նկատի ունեք, մենք այդ 5 տարին պատրաստվում ենք լրացնենք աշխատանք կրթություն սիստեմով եւ տարին մեկ, եթե նախկինում ոստիկանության ծառայողը 5 տարին մեկ անգամ էր պարտադիր վերապատրաստում անցնում, արդեն իսկ օրենքով ամրագրվել է, որ նա տարին մեկ անգամ պետք է վերապատրաստում անցնել։ Ոստիկանության ծառայը չէ, դա մի բան է։ Ամեն տարի գնալ անցնել։ Եթե մենք ուզում ենք ունենալ պրոֆեսիոնալ, մենք շատ ենք հետազոտել եւ ուսումնասիրել ոլորտը, դա հենց մի բան է։ Ընդ որում այս վերապատրաստումները պետք է լինեն շատ հասցեական։ Իրանք չպետք է գնան նստեն ամեն անգամ նույն դասերը լսեն։ Եթե մարդը խնդիր ունի բարեվարկության հետ, նա պետք է բարեվարկության վերապատրաստեն։ Եթե մարդը խնդիր ունի ուժի գործադրման անհամաչափության հետ, չի կարող իր հույզերը կառավարի եւ երբ որ արդեն ենթադրյալ իրավախախտը չի դիմադրում իրան, ինքն էլ ուժ չգործադրի։ Իմիջիայլոց շատ նուրբ եւ բարդ սահմաններ են, որոնք շատ դժվար է ուսուցանել եւ նաեւ հոգեբանական հավասարակշռության իմաստով սովորեցնել ծառայողներին, բայց մենք այս հանձնառությունը ունենք եւ գնալու ենք մինչեւ վերջ։ Նաեւ կուզենայի անդրադառնալ հանցավորության դեմ պայքարի մեր ռազմավարությունների։ Այս առումով նշեմ, որ մենք արդեն իսկ ընդունել ենք թմրամոլության, որտեղ թմրամիջոցների ապօրինի շրջանառության, այս սկսենք թմրամոլության եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարության հաստատել ենք այսպիսի ռազմավարություն եւ գործողությունների ծրագիր։
Քանի որ ինչի նշեցի թմրամոլություն եւ ապօրինի շրջանառություն, քանի որ այդտեղ կա երկու խնդիր՝ առաջարկ եւ պահանջարկ։ Եթե մենք պահանջարկը չսպառենք, առաջարկը կլինի միշտ։ Մենք կարծես թե որպես իրավապահ մարմին միշտ պայքարում ենք այդ առաջարկի վրա, շրջանառողի վրա։ Բայց սա համապարփակ ռազմավարություն է եւ պետական գրեթե բոլոր մարմինները այստեղ ունեն կատարվելիք միջոցառումներ, եւ կրթությունը, եւ առողջապահությունը, եւ սոցիալական ապահովության բնագավառի պետական մարմինը։ Եվ ներկայումս եւ ավարտում եմ, այսքանով մշակվում է եւ առաջիկայում կընդունվի հանցավորության դեմ պայքարի առհասարակ ազգային ռազմավարություն եւ հիմնական ասեմ, մեր ուղղությունները որոնք են այստեղ մենք նպատակ ունենք գտնենք այն գործոնները, որոնք ազդում են հանցավորության վրա, կուզեք դրա աճի վրա եւ այդ գործոնները չեզոքացնելու կամ նվազելու ուղղությամբ մշակում ենք կոնկրետ միջոցառումներ։ Մենք որտեղ ենք տենում այս գործոնները։ Մենք տեսնում ենք զբաղվածության, մենք տեսնում ենք կրթության, մենք տեսնում ենք առողջապահության։ Այսինքն եթե մենք ինչ որ մի մարդ հաշվառված չի օրինակ հոգեբուժական դիսպանսերում, շատ կնեք դա դեռ չի նշանակում, որ մարդը հոգեբանական կամ հոգեկան խնդիրներ չունի, որովհետև մենք երբ որ արարքներ ենք տենում, մենք այլ կերպ չենք կարողանում գնահատել։ Իմիջիալից եթե չեմ սխալում, այդ վահարշապատի շան դեպքով այդ մարդը ունի որոշակի խնդիրներ։ Այսինքն մենք պետք է հարցերին ուշադրություն դարձնենք։ Այս դեպքերը եթե մենք որպես գործոն չվերացնենք, մենք ոստիկանությունը իզորի չի լինելու երբեք կանխարգելի, բայց այս իմաստով ասեմ, որ շատ նմանատիպ դեպքեր կանխարգելվում են, ուղղակի կանխարգելված նախապատրաստվող սպանության դեպք են, օրինակ վերջերս կանխարգել, բայց դա չգիտեմ, դա դրամատիկ չեն սիրում խոսել։ Հրապարակային չի դառնում, այսպես ասած, այստեղ հերոսություն չկա, բայց իմ կարծիքով կներեք ես հիմա կավարտեմ։ Հանցավորության կանխարգելումը շատ ավելի մեծ հերոսություն է, թողել որպեսի նա լինի եւ բացահայտել։ Շատ ավելի կարևոր։ Այո, ես համաձայն եմ, որ ոստիկանությունը կանխարգելման առումով չստացի, որ մենակ առողջապահության, կրթության, սոցիալական զբաղվածության, ոստիկանությունը շատ մեծ անելիքներ ունի եւ մենք հետեւողականորեն գնալու ենք մեր բոլոր անելիքների հետևից դրանք դարձնենք պրոֆեսիոնալ, կատարելագործենք եւ ստանանք արդյունք։ Որքան ժամանակ է պետք է այդ անելու համար այդ ամենը։ Եթե խոսքը գնում է զարգացման, բարեփոխման, կատարելագործման, ես պատասխանը միշտ տալիս եմ, որ միշտ, որովհետև երբեք հանցագործություն կատարող կամ հանցավոր էլեմենտ, հատկապես կազմակերպված հանցավորության մեջ ներգրավված մարդիկ, իրանք երբեք չեն пассив նստում։ Եվ իրենք էլ են կատարելագործում։ Որքան ժամանակ է պետք, որպեսզի ամրակապվեն բոլոր վարորդները։ Ձեր ռազմավարության մեջ 2 տարի մեկ լսում ենք Տուգանեցին անցավ, մեծ բան չի, բայց չի կարգավորվում։ Ռազմավարության մեջ կարծես թե մենք ամրակապման հետ կապված, մենք ճանապարհային երթևեկության անվտանգության հետ կապված միջոցառումներ իրականացնում ենք, ասեմ, եթե փորձեմ ավելի առարկայական։ Սա միշտի մեջ չի մտնում, դրա համար եմ հարցրել։ Հա, փորձեմ ավելի առարկայական ձեր հարցին պատասխանել։ Գիտեք, եթե մենք փորձենք ամեն չամրակապված վարորդին բարեկով տուգանել, մենք մոտավորապես պիտի մեր ազգաբնակչության կեսի չափ բարեկ ունենանք։ Մենք այս հարցին ոնց ենք փորձում լուծում տանք։ Տեսահսկման համակարգով կարողանալ վարչական իրավախախտում արձանագրել նաև տրանսպորտային միջոցի մեջ։ Այստեղ մի փոքր խնդիրներ կան, մարդու իրավունքների եւ այլ, այո, բայց այն դեպքում, բայց սա էլ ասեմ, դες միջազգային փորձը տալիս է, որ այս արձանագրումները պետք է լինեն, որտեղ ձեզ ասեմ, ուրիշ պարագայում մենք այլ խնդիր էլ ունենք։ Մենք բարեկային ծառայությունը արձանագրում այդ իրավախախտումը Դե գիտեք, ինքը տեսավ, հա, որ ամրակապ չի, մոտենում է մարդը արդեն ամրակապվում է։ Եվ այս պարագայում կներեք ավարտեմ, էլի ձեր հարցին փորձում եմ սպառիչ պատասխանել։ Գնում ենք դատարան եւ դատարանը ասում է դուք ապացույցներ չունեք։ Այն դեպքում օրինակ շատ երկրներում ոստիկանի խոսքը արդեն ապացույց է։ Եվ նույնը մենք շատ դեպքերում, երբ որ խոսում ենք կանխարգելման մասին, խնդրում եմ նկատի ունենանք, որ ոստիկանությունը, եթե օրինակ պատկերացնենք sense, այդ ինչ որ մի դեպքով մտնի մի բնակավայր եւ տենց հերթով բոլորի բնակարանները խոզարկելով գնա, որ շատ վատ արձագանք է ունենալու ոստիկանությունը, որ կոպիտ են, անօրեն են, մտնում են մարդկանց տները եւ այլն։ Այսինքն ամեն հարցում մենք ունենում ենք դատարանի պետքա շրջանցել, որ խոզարկեք։ Միևնույն բնակարան չեն կարողանում երկու անգամ օրինակ մտնել խաղալում ամենևին չի ենթադրում հակաիրավական գործողություններ։ Որ այո, ես համաձայն եմ։ Ուզում եմ ասեմ, մենք պետք է հարցին նաև բալանսավորված նայենք։ Այսինքն
այդ կանխարգելում չի նշանակում, որովհետև մարդկանց պատկերացումները շատ դեպքերում լինում է, որ պետք է գնան միանգամից բոլորին սենց այտենց չի աշխատում։ Ես ավելի այդպես չի, պարոն Մկրտչյան։ Եկեք մի վարքյան լսենք մեր քաղաքացիներին, տեսնենք իրենց կարծիքը եւ վերաբերմունքը ինչպիսին է։ Հանցավորությունը մեր երկրում ավելանում թե կրճատվում է, ինչ եք կարծում։ Չեմ կարաս։ Մեր ապահով երկիրը։ Քանի երկիրը ղեկավարում է խունտան, հանցավորություններ կլինի, սպանություններ կլինի եւ սպասեք ավելի վատ բաների։ Բայց փոքր պետություն ենք, բայց համեմատական կարգով մեր մոտ շատ է։ Իհարկե ավելացել է, խնդրում եմ։ Ինձ ազգո նույնն է։ Հանցավորությունը։ Այո։ Կարծում եմ պակասել է։ Դե շատ ակտիվ չէին, ընդհանրապես երևի այս թեմայի շուրջ մարդիկ չեն ուզում իրենց։ Այդ արդեն լավ է։ Ինչպես։ Այդ արդեն լավ է։ Հա։ Մարդիկ մտահոգված չեն։ Չէ, կներեք, որ մի քիչ առաջ ասում էինք, որ մենք ունենք սենց կներեք էլի իհարկե, որ ասում ենք մենք որ իմ երեխաներն էլ են դպրոցական տարիքի, որ ուղարկում ենք դպրոց, հետո սպասում ենք ինչ խնդիրներ կան, կարծես ես չեմ կիսում այդ մտոլորտի արձագանքների փուլը փակենք, բայց անցնենք ազգային ռազմավարությունը ինչ լուծումներ կամ ինչ խնդիրներ կլուծի եւ առաջարկներն էլ արդեն դրա մեջ շատ կար ձեր առաջարկի մասով թմրամոլության սպորտսմենների բան ռազմավարության շրջանակներում շատ սիրով կհամագործակցենք ձեր հետ եւ շատ լավ առաջարկ եք անում այդ կարևոր հեղինակություն վայել իրական հեղինակություն վայելող մարդկանց ներգրավել process-ի մեջ եւ իրենց դարձնել հերոս, որտեվ եթե այդ բացը կա, հակահերոսներն են լրացնում, չակերտավոր ենթամշակույթներ, գրողներ եւ այլն եւ բնականաբար անչափահաս երեխա ինքը դեռևս ոչ լիարժեք ձևավորված որպես մարդ գնում է ինչ-որ մի բանի հետևից։ Այդ առաջնորդությունը շատ կարեւոր է եւ եթե կուզեք կարող։ Տիկին Մելոյան, ազգային ռազմավարության մասին խոսեց, որ արվելու է, արդյոք սա կփոխի իրավիճակը, իսկ եթե ոչ, ինչ եք առաջարկում դուք։ Կրկին փորձեմ ռեմարկներ անել ու այնուհետև գամ առաջարկից։ Ռազմավարություններ, տեսեք, տեսական առումով մենք ընդհանրապես իրավական անվտանգության խնդիր ունենք, որովհետև իրավական անվտանգության կարևորագույն տարրերից է իրավունքի գերակայությունը։ Տեսեք, այստեղ դուք ասացիք, մենք սահմանափակվում ենք բնակարանային խուզարկությամբ կամ միջամտությամբ։ Պատահական ես այդ կոռելացիան չտարա, հա, քաղաքական իրավունքների իրացման ժամանակ ոստիկանության անհամաչափ ներգործության եւ ընդհանրապես հանցավորության աճի։ Այդտեղ ուղղակի համադրությունս կանում էր նրանում, որ միգուցե ռեսուրսների բաշխումը, երբ որ համաչափ իրականացվի, այդ պարագայում հանցավորության նման աճը ավելի կանխարգելիչ կլինի ու պատահական նաև չէր, որ բոլորիս խոսքի միջով կարմիր թելով անցավ հենց կանխարգելումը, որովհետև կանխարգելող քաղաքականությունն է ու էլի պատահական չէ, որ ես 7 տարիները նշեցի, որովհետև 7 տարին կոնկրետ իշխանության համար կարճ ժամանակ չէ։ Ես հասկանում եմ, նաև երրորդ վերջին պատահականն էլ չնշեցի, որ իրավապահ մարմինների գործառույթները մենք պետք է տարանջատենք։ Դուք մի փոքր հիմա անշնորհակալ կարգավիճակում եք, որովհետև իրավապահ մարմինը միայն ոստիկանությունը չի, դա քննչական կոմիտեն է, դատախազությունն է եւ ընդհանուր մարդիկ նաև գնահատակ այդ ամեն ինչում ներառում են դատական իշխանությանը, որ այս պարագայում տեսեք, ես կրկին պնդում եմ, որ ոստիկանությունը ուղղակի հուզականության եզրը չի խառնում։ Ոստիկանությունը անմիջապես առանց նախազգուշացման միջամտում է ու ֆիզիկական ներգործություն է իրականացնում ու այո, մենք ունենք բազմաթիվ անհատականացրած ոստիկանների դեմքերով, ովքեր միշտ բռնության առավել վառ դրսևորում են ունենում ու իրենց նկատմամբ երբևէ հետևանք չի առաջացրել։ Այսինքն համակարգը խրախուսում է բռնությունը, ընդդիմադիր հայացքներ ունեցող, իրենց քաղաքական հիմնարար իրավունքները իրացնող քաղաքացիների նկատմամբ ուղերձը դա է լինում, երբ հետևանք չի լինում։ Այսքան ժամանակ ընդամենը մեկ լրագրողի դեպքով է, որ արդեն կա հարուցված գործ եւ դատարանում է գործը գտնվում, իսկ անձամբ ինձ մոտ որպես իրավապաշտպան, քաղաքասարակության անդամ նման օրինակները բազմաթիվ են ու մեր հարգարժան լրատվամիջոցները, հա, եւս օգնում են նույնականացնելու բռնություն կիրառող ոստիկաններին։
Ես շատ ուրախ եմ, որ ինքս էլ ծանոթանում եմ նախագծերին, ռազմավարություններին, գվարդիայի մասին, օրենքին եւ այլն, բայց մենք պետք է նաեւ ընդունենք, ինչքան էլ իդեալական է թղթին տրված օրենքը լինում, առավել կարեւոր է փորձել դրանք այդ գաղափարները կյանքի կոչելը ու այդ սկզբունքները կյանքի կոչելը, որովհետեւ կրկին ընդգծում եմ, մենք պետք է ընտրություն կատարենք, արդյոք մենք իրավական ու ժողովրդավար պետություն ենք, թե արդյոք մենք գնում ենք դեպի ավտորիտարիզմ, որովհետեւ անկախ այդ ռազմավարական, լավագույն փորձի ընդօրինակման ուղղությունից մենք ունենք գործնական պրակտիկ իրավիճակ ու եթե ես որպես անկախ իմ քաղաքական հայացքներից, դուք դուրս գաք քաղաքացիների կարծիքը ոչ կամերայի տեսախցիկի դիմաց հարցնեք, այլ պատկեր կստանաք, որովհետև իրապես ճնշումը մարդու քաղաքական հայացքներով պայմանավորված այնքան բազմաշատ է, այնքան բազմատեսակ է, որ մարդիկ կաշկանդվում են կարծիքն ազատ արտահայտել։ Այսօր մեծագույն խնդիր է տեղեկատվության ազատության իրացումը, տեսեք, անգամ հենց հիմա նախագիծ ունեք շողակաթի որպես երրորդ մշակութային զարգացման հանրային հեռարձակողի փակման վերաբերյալ։ Երբ այո, հենց հիմա երկու իշխանական падգամավորներ շրջանառել են կառավարությունը ընդունել է, կներեք, ու տեսեք, երբ որ վարչապետը ինչն է խնդիրը, ես ինքս հանրային ծառայության առաջին դասի խորհրդական եմ, երկարաժամկետ պետական ծառայության փորձառություն ունեմ ու կիսում եմ Տիկին Դուրյանի մոտեցումը, որ ոչ միայն ոստիկանը նախկին չի լինում, այլև եթե դու նվիրյալ ես, եթե ակտիվ քաղաքասարակության անդամ ես, դու եւս պետական ծառայությանը ու մարմիններին այդ հոգացությամբ ու նվիրվածությամբ ես մոտենում ու բնականաբար ավելի ծանր է ստանում այդ խութերը եւ ժողովրդավարության ու ձեռք բերված արժեքներից հետ նահանջը։ Հիմա մենք ունենք իրավիճակ, այս օրինակը պատահական չեմ բերում։ Ես կարամ բազմաթիվ էլի կոռելացիայով տանեմ ընդունված օրենքներ, ինչպես է սահմանափակվում խոսքի ազատությունը, այդ թվում իրավապահ մարմինների կրկին ներգործության պայմաններում։ Շատ ցցուն օրինակ էր, երբ նախկին ոստիկանապետը էլի խորհրդարանական լսումների ժամանակ հանցավորության աճը պայմանավորվեց դատարանի կողմից խափանման միջոցների կիրառմամբ։ Նա ասեց, օրինակ, տեսեք, գողություն է տեղի ունեցել, դատարանը այդ անձի նկատմամբ մեղադրյալի գրավը որպես խափանման միջոց կիրառել, այդ մարդը գրավի ներքո գտնվելով, այդ խափանման միջոցի ներքո գտնվելով գնացել եւս 4 անգամ գողություն է կատարել։ Զուգահեռ ես լրիվ կիսում եմ այդ մոտեցումը, որովհետև հիմա զուգահեռ իրականություն ունենք։ Մենք տարին չեմ կարող հիշեմ, մենք նման դեպք ենք ունեցել, երբ որ անձը 190 դրվագ հանցագործություն։ Առաջի անգամ բռնվելուց հետո։ Այսինքն խափանման միջոց ազատեցիկման հետ կապ չունեցել։ Մարդը 190 դրվագ անընդհատ ներկայացվել է։ Հիմա ոստիկանությունը ասենք 190։ Ինչու եմ ես ինքնա տեսադաշտում, ընդ որում ինքը արդեն անթակույց է սկսում այդ գողությունները։ Ես համոզված եմ, որ տասնյակ են տենց օրինակները, ու բայց նայեք, դրանից երկրորդ օրինակը սպանության փորձ է կատարվում, դատարանը այդ մեղադրյալի նկատմամբ կիրառում է տնային կալանք, մյուս կողմը գալիս է այս էլի վենդետայի ու էլի սպանություն է տեղի ունենում։ Ինչի եմ այս օրինակները բերում։ Զուգահեռ իրականությունում մենք ունենք այսօր տասնյակ քաղբանտարկյալներ, ու այո, քաղբանտարկյալներ, որովհետև կրկին ցանկացած անաչառ դիտորդի կարծիքով այդ մարդիկ անազատության մեջ են, որովհետև ընդդիմադիր են իրենց քաղաքական հայացքներով։ Օրինակ, երկու սրբ արքեպիսկոպոսները, իրենց 18 հարթարների գործով անցնողները, Սամվել Կարապետյանը, այս դեպքում երբ անաչառ դիտորդը քաղաքացին կարողանում է գնահատական միանշանակ տալ, դա ու մենք ունենք նաև ԵԽԽՎ-ի հայտնի բանաձևը քաղաքական բանտարկյալի վերաբերյալ, այստեղ միանշանակ երկրորդական չէ կարծիքը, եւ վերջապես երբ քաղաքական իշխանության ղեկավարը կանգնում ասում է, որ կառավարությունը ես եմ, կրկին դուք իրավապահ մարմինների եւ բոլոր ստորաբաժանումների ներկայացուցիչները, ովքեր սահմանադրությամբ նախատեսված իրենք պետք է վարեն իրենց գերատեսչության քաղաքականությունը եւ իրենք են պատասխանատու դրա համար, հայտնվում են անշնորհակալ վիճակում։ Առաջարկ Տիկի Մելոյան։ Հիմա գամ դեպի առաջարկը, սա ռեմարկներ անելու։ Նույն անչափահասների հետ գործով ես ինքս UNICEF-ը ունի շատ բազմաթիվ
բազմաթիվ զեկույցներ, այդ անցումային շրջանը նաև բուլինգի վառի շրջանը եւ այստեղ օրինակ առաջարկ կա, չի կարող լինել միայն իրավապահ մարմնի վրա պատասխանատվություն կամ ծնողի վրա։ Այստեղ պետք է եռամիասնության օղակ լինի, ծնող, ուսումնական հաստատություն եւ երեխա ու իրավապահ մարմինն էլ մնա հավատարիմ իր գործառույթներին, երբ այս եռամիասնությունը ճիշտ կսկսի աշխատել, արդեն սա ԿԳՍՄ այլ ստոր գերատեսչության ռազմավարության ներքո կլինի, որովհետև ես ինքս այս անչափահասների բնագավառի հենց կրթության, գիտության, սպորտի, մշակույթի նախարարության ռազմավարություններն ու օրենքներն եմ ուսումնասիրել, այնտեղ եւս չկա կանխարգելիչ քաղաքականություն, որը առաջնայինն է այս երողակի ստեղծման ու կյանքի կոչման համար։ Հիմա գամ դեպի ձեր ստորաբաժանում, հա, այստեղ այո, ինչու է այդ կոռելացիան բերել, որովհետև երբ որ ակնհայտորեն բոլորիս համար այդքան տեսնում ենք, հա, յուրաքանչյուր հավաքի ցույցի ժամանակ նոր համազգեստով, զինված տեխնիկայով, հա, նորարարությամբ ներկա բազմականակ ոստիկանական ուժեր տարբեր ստորաբաժանումներով։ Մենք յուրաքանչյուրս մեր մեջ պատկերացնում ենք, որ կա այդ ներուժը պետության մեջ պայքարելու աճող հանցավորության դեմ։ Հիմա խնդիրը էլի անաչառ դիտորդի մոտ, ով մի քիչ մասնագիտացված է, գալիս է այդ ռեսուրսի ճիշտ բաշխման բացակայության մեջ։ Այդ է իմ խնդիրը։ Ես հիմա դուք տեսեք հանցավորությունը, օրինակ նույն թմրանյութերի, որ ամենաշատ աճած հանցավորության տեսակներից է, ձեր խնդիրը կանում է նրանում ու բարդ լուծելի խնդիր է, որ դա էլեկտրոնային եղանակով համացանցի կիրառմամբ է տեղի ունենում։ Կիբեր հանցագործությունների դեմ պայքարը պետք է ուժեղացվի, պետք է այդ նորարարությունները այս բնագավառ տարվեն ու հասկանալի է, որ դա դժվար է։ Մեր երկրում վիճակախաղերի ու շահումով խաղերի հողն է շատ պարարտ, ինչով պայմանավորված եւս տարաբնույթ հանցավորություններ են աճում, բայց կրկին գալիս ենք այն կետին, ինչպես Տիկին Դուրյանն էլ իր խոսքը հայտնի սպանության դեպքով սկսեց, հա, դուք ասում եք մենք մի փոքր հուզումնալից քաղաքական գնահատական ենք տալի, բայց երբ երկրի ղեկավարի կներեք, այդ ենթատեքստը ես հասկացա, այնուամենայնիվ, երբ երկրի առաջի դեմքի մակարդակով տեղի ունենում հայտնի սպանությունը Վալոդյա Գրիգորյանի դեպքի մասն է, ու ժամեր անց ինքը տալիս է գնահատական, ասում է վենդետա պետք է լիներ, պետք է իրավապահ մարմինները թերացել են դա այն կանխարգելելուն։ Արդեն դրանով է պայմանավորված հասարակության այդքան բուռն արձագանքները նման սպանություններին, ու ես հասկանում եմ մի փոքր երրորդ անշնորհակալ կարգավիճակում իրավապահ մարմինները այն տեսանկյունից են հայտնվում, որ ձեր ահռելի որոշակի կանխարգելիչ աշխատանքներն էլ տեսանելի չեն, բայց դա նորմա է։ Մենք հիմա փաստերով ենք փորձում խոսել եւ եզրափակելով խոսքս, հա, այո, պետք է կանխարգելիչ քաղաքականությունը թղթին տրված ավելի տեսանելի դարձնել։ Բայց այդ կանխարգելիչ քաղաքականությունը ձեր կողմից, որպեսզի լինի հողեղեն եւ արդյունավետ, պետք է նաեւ իրավապահ մարմին եւ քաղաքացի փոխվստահության միջավայրը ձևավորել, որպեսզի քաղաքացին չխուսափի համագործակցել։ Ու այդ համագործակցային միջավայրը ստեղծելու համար պետք է քաղաքացին տեսնի, որ իրավապահ մարմինը հավատարիմ է իր գործառույթին ու օրենքին։ Իզուր չէ, որ նույն ոստիկանության մասին օրենքը, ոստիկանական զորքերի մասին օրենքը ասում են, չէ, որ եթե տրվում է ապօրինի հրաման, իրավապահ մարմինը իրավասու է զերծ մնալ այն կատարելուց, զեկուցելով վերադասին։ Իսկ երբ քաղաքացին, օրինակ ինձ վրա օրինակը բերեմ, տեսնում եմ, որ կրկին, հա, անհամաչափ ներգործություն է լինում, այդ թվում հանցագործությունը իրավապահ մարմնի կողմից տեղի ունենում եւ առնվազն գոնե ծառայողական քննություն հետևանքով չի լինում, գոնե առնվազն նկատողության տեսքով, ես սկսում եմ չվստահել իմ երկրի իրավապահ մարմնի գործունեությանը։ Այստեղ իմ առաջարկն է ռազմավարություններում մեծապես ներգրավել քաղաքական դիրքորոշմամբ պայմանավորված մարդկանց նկատմամբ գործողությունների համաչափությունը օրենքին։ Տիկին Վարդանյան։ Շնորհակալություն։ Նախորդ առաջարկը սուսանֆիքսեցիք, հիմա հաջորդը ինչ վերաբերում է ռազմավարությանը եւ բնականաբար այդ ռազմավարությունից բխող հետագա գործողություններին, իմ գործընկերը շատ կարեւոր հանգամանք նշեց։ Ես այսպես երկար տարիների ընթացքում բազմաթիվ ոլորտներում բազմաթիվ ռազմավարություններ եմ տեսել։ Ցավոք սրտի այդ ռազմավարություններից շատերը այդպես էլ մնացել են թղթի վրա։ Եվ այստեղ շատ կարևոր է, որ ռազմավարությունը իսկապես կյանքի կոչվի։ Հիմա այս ռազմավարության տեսակետից շատ կարևոր է ոստիկանություն, այո, եւ հասարակություն, փոխվստահությունը։
եւ ամենակարևոր առաջարկը հենց կայանում է դրանում ստեղծել փոխվստահության մթնոլորտ։ Պետք է շարունակեմ իմ գործընկերոջ միտքը, գիտեք, այո, մենք հիմա խոսում ենք իրականում ներքին գործերի նախարարության գործառույթների վերաբերյալ, բայց իրավապահ համակարգը միայն ներքին գործերի նախարարությունը չի եւ շատ ավելի ընդհանրական է եւ նաեւ մյուս իրավապահ համակարգի մարմինների գործողության արդյունքում է, որ այդ փոխվստահության մթնոլորտը այդպես էլ չի առաջանում։ Այսինքն մարդ կարող է գալ հարցազրույց տալ եւ հետո այդ հիմքով իմ հայտարարությունը դիտարկվի կոչ եւ ինձ տանեն կալանավորեն, ընդ որում շատ վիճելի է այդ իրավական հիմնավորումները եւ այլն, մեկ այլ դեպքով մենք կարող ենք տեսնել, որ մարդուն կյանքից զրկողը նախ այսպես տնային կալանքիտակ է եւ ամենևին կալանավորված չէ, այսինքն նաեւ այս ոչ միատեսակ պրակտիկայի արկայությունը այսպես անջրպետն է առաջացնում իրավապահ համակարգի, այդ թվում նաև ներքին գործերի նախարարության, քննչականի, դատախազության եւ դատարանների նկատմամբ։ Եվ սա այսպես իսկապես ակնհայտ է եւ սա մենք բոլորս տեսել ենք եւ մենք բոլորս դրա մեջ ենք եղել։ Մենք տեսել ենք ինչպես են կարմիր բերետավորները օրինակ ծեծի բռնության ենթարկում ակցիայի մասնակցին, հետո այդ մասնակցի նկատմամբ քրեական գործ է հարուցվում, իսկ կարմիր բերետավորների հետ կապված ինչ որ վարույթ է իրականացնում, հետո իրենք շարունակում են իրենց գործողությունները։ Մենք լրատվամիջոցներում բազմիցս կարդացել ենք, երբ ակցիաների հերթական բռնությանը, կարմիր բերետավորների կողմից կիրառված բռնությանը հաջորդել են լուրեր պարգևատրումների վերաբերյալ։ Այսինքն սա իսկապես լուրջ անջրպետ է առաջացնում հանրության եւ ոստիկանության միջև։ Եվ եւս մեկ բան, ձայնային նռնակները, գիտեք, որ խաղաղ ակցիա իրականացնող մեր հասարակության բազմաթիվ անդամների նկատմամբ այսպես լուրջ ոտնձգություն տեղի ունեցավ, ձայնային նռնակներ նետվեցին եւ այլն, եւ հետո արդեն հարց առաջացավ, թե արդյոք այդ ձայնային նռնակները կիրառելի էին թե չէ, թե հետո հետին թվով ինչ թղթեր փոխեցին, ինչ արեցին եւ այլն, դա էլ հանրության մոտ հարց մնաց։ Հասկանում եք, այսպիսի բազմաթիվ դրվագներ ստեղծում են անվստահություն, այդ թվում նաեւ ինձ մոտ։ Ես էլ եմ այդ հանրության մի մասնիկ։ Ես էլ եմ այդ ամեն ինչը տեսնում եւ ես ինքս չեմ վստահում։ Եվ ես նույն ձևով տեսնում եմ, երբ օրինակ վարչապետի Շարասյանը ազդանշան տվող վարորդին պարեկը գնում է եւ այսպես բռնություն գործադրելով մեքենայից քաշ է տալիս, դուրս է հանում եւ այլն, դա էլ է անջրպետ առաջացնում։ Հետևաբար այստեղ արդեն պետք է փորձել ստեղծել վստահության մթնոլորտ եւ այս վստահության մթնոլորտում մենք պետք է հասարակությունը եւ իրավապահ համակարգը վերացնել անջրպետները։ Այո, գործընկերներ լինեն հանցավորության դեմ նաեւ պայքարի հարցում։ Տիկին Դուրյան, ձեր առաջարկները անչափահասների եւ նաեւ ընտանեկան բռնության մասին։ Շատ լավ։ Ուրեմն գիտեք, շատ կարեւոր է հանդիպումները իսկապես, որը իդեպ միշտ եղել են դպրոցներում, դրանք կազմակերպվել են։ Պետք է ուղղակի այստեղ իսկապես ակտիվացնել, ավելի եւ զարգացնել, եւ պետք է դա անել իսկապես դպրոցներում, նամանավանդ ավագ դպրոցներում է այն շատ կարեւոր հեղինակավոր մարդկանց մասնակցությամբ, որը իդեպ ոստիկանությունը այդ պրակտիկան ունի։ Կարծում եմ պետք է ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խմբեր, որոնք իդեպ կան, եղել են, կարելի է այդ ինստիտուտներ զարգացնել, որի մեջ ներգրաված լինեն բոլոր մասնագետները, որոնք աշխատեն յուրաքանչյուր երեխայի խնդրով, որտեղ այ ինչպես նշեց պարոն Մկրտչյանը, անչափահասների կողմից կատարված հանցագործությունների թիվը այդքան մեծ չի, եւ այդքան շատ չեն, կարելի է աշխատել անհատական եւ ունենալ դրական արդյունք։ Այստեղ շատ կարևոր է ունենալ վերապատրաստված մասնագետներ, օրինակ այսօր կան սոցիալական ծառայողները, որոնք կարող են մտնել տունայց անել, տեսնել երեխան ինչ վիճակում է չէ գտնվում։ Սոցիալական ծառայողներին է, հոգեբաններ ունենք դպրոցում։ Այսօր բավականին մենք մասնագետներ ունենք։ Անհրաժեշտ է որ լինեն վերապատրաստված, ունենան բոլոր կարողություններն ու հմտությունները երեխաների այդ աշխատելու համար։ Կարծում եմ սա եւ մի բան էր, գիտեք, մենք շատ ֆիքսվեցինք այն դեպքի վրա, որ վենդետա կամ ոչ, հա, վարչապետը ասել է, նայեք, վարչապետը ես կարծում եմ, դա իմ կարծիքն է, ես կարծում եմ, որ իրեն այդ տեղեկությունը տվել են, որ ինքը դա հայտարարել է, բայց մինչև վարչապետի ասելը, արդեն եթե մենք նայենք լրատվամիջոցները, արդեն գրում էին ժողովուրդը։ Մարդիկ գրում են ու տարբեր վերսիաներ են գրում։ Ես ընդհանրապես ուզում եմ ընդհանրական խոսել, եկեք համաձայնվենք։ Երեխաների նկարներ են գցում, սեռական բռնության ենթարկված երեխա, որին նկարը ուղղակի դնում են երեխայի, ապրում է գյուղական համայնքում
ու այդ երեխան բազմաթիվ դեպքեր տունը վաճառում են, թողնում գնում են։ Գրում են սեռական բռնության ա ենթարկվել է, սա եղել է։ Այդ երեխան էլ դպրոց չի կարողանում։ Ուղղակի հաճախ։ Նույնականացնող տվյալներ չպետք է տալ։ Եկեք համաձայնենք, որ ժամանակից շուտ, եկեք համաձայնենք, որ հանցագործությունը լինում է իսկապես մենք սկսում ենք գրել, ժողովուրդը սկսում է գրել, էս ա եղել, այն ա եղել, ուրեմն սանան այնա սպասենք նախաքննության փուլի ավարտին։ Ինչ վերաբերում է վենդետային բնականաբար զեկուցվել է, որ վարչապետը ես վստահաբար տենց եմ կարծում։ Պարոն Մկրտչյան, առաջարկներ բայց պետք է անեք եւ մեծահոգաբար հնարավորինս քիչ պատասխանեք ձեր քննադատություններին, այո։ Ուղղակի երբ որ գնահատում ենք իրավիճակի այնպես, որ խոսքի ազատության խնդիր ունենք, բայց հետո խոսքում անընդհատ անաչառ դիտորդներին ենք վկայակոչում, դա կարծում եմ փոքր հակառակի մասին է խոսում, եթե անաչառ դիտորդները կարողանում են կարծիք ասել, քննադատել, գնահատականներ տալ, ես կարծում եմ, որ սա խոսքի ազատության մասին է խոսքում, ես կարծում եմ, որ որևիցե լրատվամիջոց կամ լրագրող այսօր այդ իմաստով որևիցե սահմանափակում չունի։ Սա իմ կարծիքն է, այս իմաստով եւ մեր ռազմավարությունները, հատկապես հանցավորության դեմ պայքարի տեսանկյունից զարգանում են այնպես, որ մենք դուք մի բան ասացիք, որ այ քաղաքական կարծիք հայտնողների նկատմամբ պետք է մեր օրենսդրությունը, ընդդիմադիր թեկուզ իրանց նկատմամբ ավելի համաչափ, սա ենթադրում է, որ մյուսների նկատմամբ պետք է լինենք անհամաչափ։ Մենք բոլորին իմ կարծիքով անհավասար մոտեցումը կլինի ընդդիմադիր, կլինի ոչ ընդդիմադիր։ Հենց կներեք, էլի նկատի ունեի, որ ընդդիմադիր քաղաքական հայացք ունեցող մարդկանց նկատմամբ մենք չենք ասում, որ մենք չունենք անհամաչափ ուժի կամ ոչ իրավաչափ գործողություններ։ Գնում ենք դրա հետևից։ Բոլոր գործերով քննություններ կան։ Եթե դուք ունեք փաստական տվյալներ, որ որևիցե ոստիկանության ծառայող դա կլինի բարեկապահակետային, կարմիր բերետ, ինչպես նշում եք, եւ դա հետևանք է մնացել, առանց արձագանքի է մնացել, խնդրում եմ տրամադրեք մեզ եւ անպայման քննություն։ Ծիծեռնակաբերդի ներողություն երաբերում, երբ զոհվածին ծառայողների ծնողներին ոչ պատշաճ կարգով եւ բազմաթիվ օրենքներ խախտելով հեռացրեցին։ Ինչ եղավ այդ ոստիկանների ճակատագիրը։ Դուք ունեք տվյալներ, որ այդ դեպքը չի քննվել։ Չէ, ինչ եղավ, քննվեց եւ ինչ եղավ։ Ես հիմա չեմ կարող պատասխանել, բայց եթե դուք հարցում անեք, ես այդ դեպքը քննվել է։ Հետևանքների մասին ես հիմա չունեմ տվյալներ։ Ոչինչ չեղավ, հետևանքը մնաց անհետևանք։ Շատ լավ, եթե դուք ունեք այդ տվյալները, ես չունեմ այդ տվյալները, որ ոչինչ չեղավ, ճիշտն ասած, բայց եւ մյուս նախաքննության դեպքերին པարզ պատճառներով ուղղակի չեմ անդրադառնա կալանքների եւ հարցը վարչության մեջ չի։ Հարցը նախաքննության մեջ է, որ նախաքննությունը ընթանում եւ անշնորհակալ գործ է այս բարակամ իրականում քարտի։ Ձեր քննչականի գործընկերները կբողոքեն, եթե դուք խոսեք այդ մասին, կասեմ մեր քննչականի գործընկերները չեն բողոքի, սա ուղղակի աշխատանքային էթիկա է, մենք բարձրապես վարվում ենք այդպես։ Չեմ կարծում, որ բողոքի կհասնի, էլի արծե բացահայտված, տեսեք, որ ասում ենք ասել ենք բացահայտված է վենդետա, դուք որևիցե պաշտոնական հայտարարություն չեք տեսնի, որտեղ մենք այնտեղ ասվել է, թե քննչական կոմիտեի կողմից, թե ներքին գործերի նախարարության կողմից եւ թե երկրի ղեկավարի կողմից, որ խոսքը գնացել է բացահայտված է։ Խոսքը հետեւյալն է, բացահայտված է հայտնի է կատարողը, մնացած հանգամանքները շարունակում են բարձվել։ Այս է բացահայտում։ Մեր ինչ որ մի փուլում իրավապահ մարմինը պետք է տեղեկություն տա, վերջը կա կատարողը, թե չկա։ Այդտենց գիտեք, մենք կարող ենք գնանք դատավճիռեր ունենանք 5 տարի անցնի, նոր հանգամանքներ ի հայտ գան եւ աշխարհում կասես, բայց ինչ որ մի փուլում, եթե իրավապահ մարմինը տեղեկատվություն չի տալիս, ասում են փագեն բան, թափանցիկություն չկա։ Հիմա պարոն հայտնել իրավապահ։ Դուք առաջարկներ ունեք։ Շրջանառվող վարկածը սա է, ունենք կատարող, մա հայտնաբերված է գործիք զենք է։ Եվ Եվ այդքան է։ Դուք առաջարկ ունեք, թե լսենք արհեստական բանականության։ Ես ճիշտ նայած իմ առաջարկները իմ նախորդ խոսքում ասեցի։ Ռազմավարության եւ մնացածի մասին։ Ախարգելման մեխը, այսպես ասած, գտնվում է հանցավորության վրա ազդող գործոնների վերհանման, դրանց նույնականացման եւ չեզոքացման մեջ։ Շատ լավ։ Եկեք միջև արհեստական բանականությանը լսելը, որ չստացվի, մենք ասենք, թե ինչ այսօր արձանագրեցինք։ Ոստիկանության վերադարձ սահմանադրական իր առաքելությանը, եթե ինչ-որ մի բան բաց թողնեմ, հանրայդ մարդկանց, սպորտսմենների, բլոգերների ներգրավում, հեղինակավորների արշավը, հեղինակավորների, այս անչափահասների եւ դպրոցների
դպրոցականների հետ հանդիպմանը, կանխարգելիչ քաղաքականությունը տեսանելի դարձնել, ռեսուրսների ճիշտ բաշխում, վստահություն ոստիկանության եւ հասարակության միջև, միջգերատեսչական մթնոլորտ աշխատանքային խմբեր եւ վերապատրաստված մասնագետներ եւ չհրապարակել կամ դեմեին եւ ինչպես հասկացա բոլորը կողմեին նրան, որ չհրապարակվեն նույնականացնող տվյալներ անձանց մասին, որոնք այս կամ այն կերպ ինչ որ մի օղակում են կամ փոխում։ Այժմ ինչ կարծիքի է արհեստական բանականությունը հանցագործության նվազման կամ աճի վերաբերյալ։ Հայաստանում 2025-ի ընթացքում հանցագործությունների թիվը աճել է մոտ 12.4%-ով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Սա նշանակում է, որ տարբեր տեսակի հանցագործություններ, ինչպես գողություններ, խարդախություններ, մարմնական վնասվածք հասցնելու դեպքեր ավելի շատ են գրանցվել։ Աճի պատճառների մասին խոսելիս մասնագետները նշում են սոցիալ-տնտեսական խնդիրները, գործազրկության մակարդակը, ինչպես նաև իրավապահ մարմինների կողմից արձանագրման եւ հսկողության փոփոխությունները։ Այդուհանդերձ պետք է նշել, որ հանցավորության աճը չի նշանակում, որ իրավիճակը լիովին դուրս է վերահսկողությունից, բայց դա ակնհայտ ազդակ է, որ անհրաժեշտ է խորացնել կանխարգելման մեխանիզմները ու ամրապնդել հանրային անվտանգությունը։ Հանցագործությունների մակարդակը իջեցնելու համար հիմնականում պետք է ուժեղացնել ոստիկանության արդյունավետությունը, ներդնել կանխարգելիչ ծրագրեր, ուղղված հատկապես երիտասարդությանն ու սոցիալապես խոցելի խմբերին, նաև բարելավել կրթությունը եւ զբաղվածության հնարավորությունները։ Եվ իհարկե պետք է զարգացնել հանրային վստահությունը իրավապահների նկատմամբ, որ մարդիկ ավելի շատ համագործակցեն ու տեղեկացնեն հանցագործությունների մասին։ Ես ասեմ, որ Ալբանիայում արդեն արհեստական բանականություն ստեղծած աղջկան նախարար են նշանակել, այնպես որ գուցե պետք է նաև ներգրավել իրենց, որպեսզի այս հրաշալի գաղափարներն ասեն։ Այո, եւ 26000 փաստաթուղթ է կազմել արդեն։ Այո, որ գոնե մեր քննարկման ընթացքում մենք այո, մենք այդքան չենք տարբերվում արհեստական բանականությունից։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Ինչ է անհրաժեշտ Հայաստանին։ Ինչ։ Ժտիկ։ Արժանապատիվ կենսաթոշակ։ Անվտանգություն։ Մեզ անհրաժեշտ է առողջ սնունդ։ Շատ լավ ֆուտբոլ ու լավ կինո։ Կենսունակ տնտեսություն։ Միջազգային գործընկերներ։ Որակյալ կրթություն։ Բարեկիրթ քաղաքացիներ։ Շատ երեխաներ ու բարություն։